Լիբանանում ընթացող ռազմական գործողությունները, որոնք վարչապետ Բենյամին Նեթանյահուն վճռորոշ շրջադարձ է անվանել, արժանացել են եվրոպական մի շարք առաջնորդների քննադատությանը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը դատապարտելով իրավիճակը, ընդգծել է, որ Իսրայելի ռազմական էսկալացիան հանգեցնում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, ենթակառուցվածքների ոչնչացման եւ զրկում է դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելուց։ Նա պահանջել է անհապաղ դադարեցնել գործողությունները, միաժամանակ Հեզբոլլահին կոչ անելով զինաթափվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին շեշտել է, որ ոչինչ չի արդարացնում Լիբանանի հարավում ընթացող մասշտաբային էսկալացիան, պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Միջազգային այս ճշմարան ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հայտնել իր հաջողությունների մասին։ Ըստ իսրայելական կողմի, Բոֆոր ամրոցի գրավումը ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ համայնքների անվտանգության համար։ Ցախալի տվյալներով ապրիլի 16-ից հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր ոչնչացվել է Հեզբոլլահի շուրջ 900 զինվոր, իսկ միայն վերջին գործողությունների ընթացքում Տյուրի շրջանում եւ այլ հատվածներում ոչնչացվել են զենքի պահեստներն ու հրամանատարական կետեր։ Լիբանանի վարչապետ Նաֆավ Սալամը Իսրայելի գործողությունները որակել է որպես այրված հողի քաղաքականություն եւ հավաքական պատիժ։ Հակամարտության հետևանքով մարդկային կորուստները շարունակում են աճել։ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով մարտի 2-ից ի վեր զոհվել է 3412 մարդ, վիրավորվել 10269։ Իսրայելական կողմն էլ հայտնել է 25 զինծառայողի մահվան մասին։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվել է։ Քուվեյթի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը ողջ գիշերը որսացել են հակառակորդի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Քուվեյթի պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկրի ողջ տարածքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Քուվեյթի վրա հարձակման մասին տեղեկություններից ընդամենը րոպեներ անց ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հանգստյան օրերին ռազմական հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ամերիկյան կողմը հստակեցրել է, որ թիրախավորվել են Գորուկ շրջանի եւ Քեշմ կղզու ռադիոլոկացիոն կայաններն ու անօդաչուների կառավարման կետերը։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, այս գործողությունները եղել են չափավոր եւ նպատակային միջազգային ջրերում ամերիկյան անօդաչուի ոչնչացմանը ի պատասխան։ Ամերիկյան կործանիչները ոչնչացրել են նաեւ իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր եւ 2 հարվածային դրոն, որոնք սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերում նավարկող նավերի համար, հայտնել է կենտրոնական հրամանատարությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ուղերձ է հղել Արարատյան տոների շաբաթվա մեկնարկի առիթով։ Հայրապետական խոսքն անդրադառնում է հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին եւ Սուրբ Էջմիածնի տոնին։ Եկեղեցու առաջնորդն արձանագրել է երկրում տիրող խորը պառակտումն ու հասարակության մեջ ատելության սերմանումը։ Ուղերձում նա մտահոգություն է հայտնել եկեղեցու դեմ իրականացվող իշխանական ճնշումների եւ ազգային ինքնությանը հասցվող հարվածների վերաբերյալ։ Կաթողիկոսը քաղաքական ուժերին հորդորել է զերծ մնալ թշնամական խոսքից եւ չվտանգել ժողովրդի անդորը։ Հոգևոր պետի այս կոչը նպատակ ունի վերականգնել ներազգային համերաշխությունը հայրենական ծանր կորուստների եւ անորոշ ապագայի պայմաններում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական Երևանին հորդորել է ցուցաբերել առավելագույն զգուշություն Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև կտրուկ ընտրություն կատարելու հարցում։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի ներկա ճգնաժամը սկսվել է հենց նմանատիպ աշխարհաքաղաքական տատանումներից։ Լուկաշենկոյի խոսքով վերջերս պատերազմ տեսած հայ ժողովուրդը չպետք է շտապի եւ հայտնվի նոր ու ծանր իրավիճակում։ Լուկաշենկոն թերավատություն է հայտնել շտապողական որոշումների նկատմամբ եւ կոչ է արել հաշվի առնել բոլոր ռիսկերը։ Վերջում նախագահը նշել է, որ իրենք կընդունեն հայ ժողովրդի կայացրած ցանկացած վերջնական որոշում։